Հարգելի ցոլեր, եկեք տեսնենք ինչպիսին կլինի ձեզ համար հունիս ամիսը։ Հունիսը կենդանակերպի ցոլ նշանների համար։ Հունիսը կենդանակերպի ցոլ նշանների համար։ Աշխատանքը, ֆինանսը, անձնական կյանքը, առողջությունը, տիեզերքի խորհուրդը, անակնկալը և զգուշացումը։ Ինչ էներգիայի մեջ կլինեն հունիս ամիսը կենդանակերպի ցոլ նշանները։ Ինչ էներգիաների մեջ կլինեն կենդանակերպի ցոլ նշանները հունիսին։ Եվ այսպես սկսենք ձեր աշխատանքից և տեսնենք աշխատանքի հետ կապված բայեշնի։ Սա նշանակում է, որ աշխատանքում կլինեն հարցեր կամ կան հարցեր, որոնց վաղուց այսպես լուծումներ չեն տրվել։ Աշխատանքում այսպես հնարավոր է ինչ որ բան դուք զոհում եք հանուն այդ աշխատանքի ու կամ այդ աշխատանքը ձեր սրտով չի կամ չսիրելով եք դուք անում, ստիպված եք անում, այստեղ ավելի շատ ոնց որ ինքնազոհության գնաք, ֆինանսի հետ կապված, ովքեր որ սպասում են, որ նոր աշխատանք կունենան, առայժմ ոչ, ֆինանսի հետ կապված կարթ է դիավոլ, այս կարա լինի ֆինանսի համար դիավոլը լավ կարթ է, դուք ձգում եք այդ ֆինանսը ձեզ, բայց դիավոլը այս նշանակում է, որ կարող է դուք ցանկություն ունենաք խաբել կամ ձեզ առաջարկեն լավ աշխատանք, որտեղ կարող է լինել շատ մեծ գայթակղություն և պավեշնի կարտը ցույց է տալիս, որ դուք կարող եք դառնալ հենց այդ գայթակղության զոհը։ Ֆինանսի հետ կապված հարցերում լինում ենք մաքսիմալ զգուշ ֆինանսը ցոլերի։ Մի կարտ էլ հանենք, տեսնենք մեզ ինչ է ասում կարտը դիավոլը, որպեսզի ավելի հստակ լինի։ Այստեղ Կարալևա ժեզլը բերեց, սա նշանակում է, որ տեսեք, հնարավոր է ձեր ֆինանսական ռեսուրսները ուզենաք ծախսեք ինչ-որ մի կնոջ վրա, որը գայթակղության միջոցով կարող է հասնել դրան, հա, ուշադիր ենք լինում։ Եթե կին է տղամարդը, yani ես ինչ ասեցի, եթե կին է ցուլը, սա նշանակում է, որ հարգելի կանայք, դուք ձեր ցանկությունների, նպատակների կամ այսպես շոփինգ, գայթակղություն, կոշիկ, պայուսակ եւ այլը կարող եք ծախսել, հնարավոր է, բայց այստեղ դա ձեզ չի գոհացնելու, հետո նեղություն եք ունենալու, դրա համար խնայողությունը շատ լավ բան է ձեր կողմից։ Անձնական կյանքի հետ կապված ես ուզում եմ ասել, որ Ռիցեր Պենտակլի, սա նշանակում է, որ դուք ունեք նպատակ, ձեր նպատակով այսպես կամաց գնում եք առաջ, հնարավոր է արագ այսպես փոփոխություններ չկան, բայց վստահ եք, կայուն է հարաբերությունները եւ ամեն ինչ շատ նորմալ է ձեր հարաբերություններում։ Առողջության հետ կապված Վասմյորկա միջի ցույց է տալիս ձեր մտքերը, հնարավոր է բաներ կան, որ դուք սահմանափակում եք ձեր մեջ եւ չեք կարողանում արտահայտվել, որը կարող է ձեր մոտ առաջացնել ընդունեն գլխացավեր։ Այստեղ շատերը կարող են գտնվել որոշակի այսպես սահմանափակումների մեջ, որը կարող է ազդել իրենց առողջականի վրա։ Այստեղ ուշադրություն եք դարձնում ձեռքերին եւ աչքերին։ Խորհուրդը ցոլերի համար դուք դրեք այնպիսի հիմքեր, որ կառուցելուց հետո չփոշմանեք, այսինքն եթե ինչ-որ բան եք սկսում, դա կլինի անձնական կյանք, դա կլինի առողջություն, ֆինանս, ուշադրություն դարձրեք կայունացման, այդ հիմքերը պետք է լինեն ամուր եւ ստաբիլ,
ամեն դեպքում դուք ունեք նաև տիեզերքի պաշտպանություն, այստեղ տիեզերքը ձեզ ասում է ոչ մի բանի մասին մի անհանգստացեք, ուղղակի հնարավոր է վերանայեք ամեն բան։ Անակնկալը, որը պետք է տեղի ունենա, վիշի սուդ, եւ սա նշանակում է անակնկալը կապված է այն իրավիճակի հետ, որը դուք փոխել չեք կարող, վստահել է պետք է այստեղ կյանքին, ճակատագրին, տիեզերքին, թե ինչպիսի փոփոխություններ որ տեղի կունենան ձեր կյանքում, դրա դեմը դուք առնել չեք կարող, որովհետեւ դա տիեզերքի կամքն է լինելու։ Եվ այստեղ ըստ արժանագույնի, տիեզերքը երբեք չի սխալվում, եթե դուք ինչ որ հարցում սխալվել եք, Վերխովնի սուդ, վերին դատը ձեզ այսպես կամ կշոյի, կամ մի հատ այսպես կթխկացնի, որ ավելի զգոն լինեք։ Ինչ վերաբերվում է անակնկալին, ես լավատես եմ եւ քանի որ այստեղ կրիզիս է, գուցե դուք դուրս գաք կրիզիսից, նու դա ինչ որ առաջարկ կստանաք կամ ինտուիտիվ կկարողանաք դուրս գալ այս իրավիճակից։ Կրիզիսա ցույց տալի երևի երկար ժամանակ ձեր կյանքում այսպես ծանր վիճակ ա եղել, չեմ կարում, հոգնել եմ, այս վիճակն է ձեր մոտ, դուրս կգաք, իսկ անգել խրանից էլ ամբողջ ամսվա ընթացքում հարգելի ցուլեր դուք կարող եք գտնվել ձեր պահապան հրեշտակի հովանու ներքո, ոչ մի բան ձեր համար սարսափելի չէ, ամեն իրավիճակը ձեր մոտ կառավարելի է, քանի որ Վերխովնի սուդ կարտը դուրս եկավ, սա նշանակում է տիեզերական ինչ որ արդարադատություն, որը ձեզ կօգնի, բայց ձեզ տրվում է նաև պահապան հրեշտակ, որ կարողանաք ծանր վիճակներից դուրս գաք ու դուք դուրս կգաք հաղթանակած, որովհետև ձեզ հետ է ձեր պահապան հրեշտակը, այստեղ կարող է լինել տոհմի պաշտպանություն, կարող է լինել մայրական աղոթքի պաշտպանություն եւ ձեր պահապան հրեշտակի պաշտպանությունը։